Ֆուտբոլասեր բարեկամներ խաղային օրը մեզ մոտ շարունակում է եւ օրվա երկրորդ հանդիպումն ենք ձեր ուշադրությանը ներկայացնում, որտեղ արդեն երկրորդ դիվիզիոնի շրջանակներում միմյանց միջև ուժերը կչափեն Մոնցան եւ Այաքսը։ Անչափ կարեւոր ու հետաքրքիր հանդիպում է սա երկու թիմերի թե մեզ համար, իհարկե կարեւորության տեսանկյունից թիմերի հետաքրքրության տեսանկյունից մեզ համար ու տեսնենք արդեն թիմերը մեկը մյուսին ինչ կառաջարկեն այս 50 րոպեների ընթացքում։ Եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ սկսենք Այաքսից կամ մրցավարի Սուլիչը մեկ տարկած է հանդիպումը Արա Եսայանը պաշտպանում է դարպասը համար 1 Մոզ Բունյաթյան համար 4 Հովանես Գյուրեղյան համար 5 Պատվական Զալիբեկյան համար 9 Արայք Ավետիսյան համար 10 Հովանես Իսկանդարյան համար 11 Արտյոմ Սարգսյան համար 23 եւ Դավիթ Հայրապետյան համար 90 Համայակ Բաբայանը այսօր պաշտպանում է Մոնցայի դարպասը համար 1 Վենետիկ Ճոկանդարյան համար 5 Կարլեն ներողություն Մակարյան համար 7 Արտաշ Ղազարյան համար 8 Նարեկ Քարտաշյան համար 11 Ռաֆիկ Գևորգյան համար 13 Ռաֆայել Ավակյան համար 15 Սուլիկ Գևորգյան համար 17 Գագիկ Մանուչարյան համար 22 եւ Շանթ Սահակյան համար 27 Այաքսի ֆուտբոլիստներն են գնդակով պաշտպանությունից փորձում են առաջ շարժվել այստեղ հետ փոխանցում կատարեց Գյուրեղյանը Բունյաթյանին ստացավ պատասխան փոխանցումը խաղընկերոջից ու արդեն դասական գրոհ է փորձում սկսել Այաքսը դեպի աջ եզր այո թիմերը այսօր ամբողջական հայտարարություններով չեն ներկայիս հանդիպանը երկու թիմերի կազմում էլ ակնհայտ արդեն երևում է հայտարարությունների ծանոթացնելուց որ կան շատ կարևոր ֆուտբոլիստներ ովքեր ներկա չեն այս հանդիպանը Մոնցայի մասով ասեմ որ Մուսա Ալեքսանյանն է բացակայում ու Արշելուս Պապոյանը դեռ չի ապաքինվել նախորդ տուրում Մայնցի դեմ անցկացած խաղում ստացած վնասվածքից հետո ու կարծում եմ դեռ Պապոյանին առնվազն մի քանի շաբաթ չենք տեսնի մենք Մոնցայի հայտարարությունում այո այդքան լուրջ ստացվեց ամեն դեպքում Պապոյանի վնասվածքը նախորդ խաղի ժամանակ իսկ հա Այաքսի կազմում էլ այսօր թիմին չեն կարողանում օգնել Վայե Պողոսյանը, Արթուր Վարդանյանը, Խորեն Հովանեսյանը ունեն, հայո, իսկապես երկու թիմերն ունեն լուրջ կադրային կորուստներ իրենց կազմերում այսօր ու տեսնենք այս ֆուտբոլիստների բացակայության ներքո ինչպիսի ֆուտբոլ կառաջարկեն մեզ հիմա սկսում է Մոնցան խորքից Չոկանդարյան խաղարկեց գնդակը Ղազարյանի հետ գլորում է գնդակը ձախ եզր Մրցաշարային աղյուսակում այս պահին պատկերը հետևյալն է Մոնցան ունի 3 հանդիպումից հետո նույնքան հաղթանակ եւ 9 միավորով այս պահին գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում զիջում է միայն Ֆլամենգոն 3 միավոր բայց իհարկե մեկ հանդիպում պակաս է անցկացել սա այդ հանդիպումն է որտեղ հաղթանակի հասնելու դեպքում հավասարություն կլինի Մոնցայի եւ Ֆլամենգոյի միջեւ այս գրոհը տեսնենք հասցրեց այստեղ Այաքսը հեռացնել գնդակը Մոնցան շատ գեղեցիկ խաղարկումներով մոտեցավ մրցակցի Տուգանայինի մատույցներին, բայց վերջնական հարված կատարել այս դրվագում չստացվեց։ Այո, Ֆլամենգոն շատ վստահ արդյունավետություն է գրանցել 4 խաղ 4 հաղթանակ 20 խփած գնդակ 2-ը բաց թողած Մոնցան էլ շնչում է Ֆլամենգոյի թիկունքում, այո 3 հանդիպումից հետո 9 միավոր ունի վաստակած Եվ եթե այսօր վերածենք այսպես որ Մոնցան կունենա եւս մեկ 3 միավոր որպես օրինակ, հա, իհարկե չեմ ընդհանրապես Այաքսին ես պայքարից դուրս չեմ մղում, պարզապես օրինաչափություն որպես համատեղելիություն, այսպես ասած դիտարկենք Մոնցան նույնպես կհասնի Ֆլամենգոն կունենա 4 հանդիպումից հետո նույնքան հաղթանակ ու այս երկու թիմերը միասին կգլխավորեն մրցաշարային աղյուսակը երկրորդ դիվիզիոնը, որտեղ պայքարը գնալով ամեն տուրից հետո ավելի հետաքրքիր է դառնում, իսկ Այաքսը այս պահին ունի երկու անցկացած հանդիպում, մեկ ոչ Այաքսը չունի ընդհանրապես պարտություն, երկու հանդիպում, երկուսն էլ ավարտել են Այաքսի ֆուտբոլիստները վաստակած միավորով հեռացել են Այաքսի ֆուտբոլիստները խաղադաշտից առնվազն մեկ միավորով, մեկ հանդիպում, ոչ ոքի ավարտել Այաքսը տավուտ արել է մեկ հաղթանակ երկու հանդիպումներից հետո եւ 4 միավորով այս պահին գլխավորում է մրցաշարային գտնվում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում, բայց որն է հետաքրքիրը Այաքսը եթե կարողանում է այսօր հաղթանակի հասնել Մոնցայի նկատմամբ 7-րդ հորիզոնականից քայլ է կատարում դեպի 3-րդ հորիզոնականը պատկերացնում եք այս 3 միավորը ինչ անհրաժեշտություն է Այաքսի համար այս խաղում այո 3-րդ հորիզոնականում է գտնվում Փարիզը 6 միավորով
Երրորդից 5-րդ օրինականը կիսում են Փարիզը, Արարատը եւ Լիոնը եւ խնդրեմ երեքին էլ միաժամանակ ինչպես նաեւ իրեն հավասար միավորներ ունեցող Նապոլին կշրջանցի Այաքս այս խաղում տանելով հաղթանակ ունենալով իր ակտիվում 7 միավոր շտապենք այսպես ասած ժամանակից առաջ չընկնենք ու տեսնենք այս հանդիպումը ինչպես է ստացվել երկու թիմերի համար իհարկե թիմերը սկզբում բնականաբար ավելի շատ փորձում են զգուշավոր ֆուտբոլ առաջարկել որից հետո արդեն կարծում եմ ավելի գրոհային ֆուտբոլ մենք կտեսնենք խաղադաշտում հա ստանդարտը տեսնենք որը խաղարկի Մոնցան Չոկանդարյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուրիչը Չոկանդարյան սա հարված էր բայց Բունյատյանը հեռացեց գնդակը ու կարող է հակագրոհել Այաքսը բայց այո ես պետք է նետեմ Այաքսի ֆուտբոլիստները վերջում գնդակը դիպել էր Գևորգյանին ու հենց նրանից էլ դուրս եկավ դաշտի սահմաններից եսից նետում եմ Այաքսի ֆուտբոլիստը Ուրեղյան ոչ ներողություն Արտյոմ Սարգսյանն էր այս իրավիճակում ոչ թե Ուրեղյանը հիմա Իսկանդարյանի մոտ է գնդակը ու դեպի շատ լավ փոխանցում Ավետիսյանին բայց լավ չընդունեց այստեղ Այաքսի 10 համարը գնդակում արդյունքում գնդակը կորցրեցին Այաքսի ֆուտբոլիստները Այաքսն այսպես առանց մրցակցին շատ լավ գրող կազմակերպություն իսկապես Իսկանդարյանի փոխանցումը շատ հաշվենկատ էր ու կարող էին ավելի արդյունավետ ավարտել այս գրոհը իհարկե ոչ ոք այնպես չէ որ մեղավոր այս գրոհի ժամանակ այսպես ասեմ պարզապես Ավետիսյանը մի փոքր անհաջող ընդունեց գնդակ ու դա եղավ բավական որ հարված չէ հետևի դարպասի ուղղությամբ հիմա Մոնցայի պատասխանը բայց Բունյատյանն է կարողանում հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս ու եսից հետեց Մոնցան բայց այստեղ արագորեն էլ վտանգը չեզոքացվեց Մանուչարյան կարված ու Բունյատյանն էր եթե չեմ սխալվում կարողացավ հեռացնել գնդակ այո աշխարհի ամենալավ մեկնաբանն շարունակում է Մոնցան գրոհել աջ եզրով բայց Իսկանդարյանը կարողացավ հեռացնել գնդակը թույլ չտալ շարունակվի գրոհ ու այո հարված կլինի Այաքսի դարպասից վերջում հենց Մոնցայի ֆուտբոլիստից գնդակը լքեց դաշտի սահմանները Բունյատյան Իսկանդարյանն է ընդունել գնդակը շարժվում առաջ բայց Մանուչարյանը թիկունքից լավ աշխատեց վերադարձավ Իսկանդարյանն ու վերականգնեց գնդակը Ավետիսյան նորից դեպի Իսկանդարյանն է ուղարկում գնդակը ու դեպի արդեն աջ հասցեագրեցին գնդակը Հայրապետյան, բայց այստեղ հաջող խլում իրականացեց Մոնցան գնդակի Չոկանդարյան վտանգավոր է, բայց արդեն արմից կատարելու հնարավորությունը կորցրեց Մոնցայի ֆուտբոլիստը այս իրավիճակում և հետո միայն եզրային նետման հնարավորությունը վաստակում Մոնցան Չոկանդարյան փոխանցումը կա, բայց հեռացում են Այաքսի ֆուտբոլիստները գնդակը Գևորգյան հերթից հարված ու Բունյատյանն է հիմա կանգնում գնդակի ճանապարհին, այո հեռավոր անկյուններ ընթանում Գևորգյանի կատարած հարված ու բարդ է ասել արդյոք Եսայանը կասեր այդ գնդակին, թե ոչ եթե հարվածը հաստ էր մինչև դարպասը Kes asıl ülkenin laf kağım bro. Damına laf kağım, Armenat'la laf kağım. Çok bir de çıkıyor ki.
Եզրային նետումը իրականացված է երկար փոխանցում Գևորգյանից դեպի մրցակցի Կիսոդաշ Չոկանդարյանը շատ հաջող ընդունեց գնդակը, բայց այստեղ արդեն Իսկանդարյանը թիկունքից մոտեցավ ու լավ աշխատեց, պահում է գնդակի մոտ Իսկանդարյանը։ Ուրեղյան հրվից արվածի փորձ Գևորգյանն է կանգնում իմ այլ գնդակի ճանապարհին ու եզից են նետելու Այաքսի ֆուտբոլիստները, բայց փոփոխություն է տեղի ունենում այս պայն Մոնցայի կազմում։ Եզրային նետում իրականացնում են Այաքսի ֆուտբոլիստները Բունյատյան հետ ուղարկեց գնդակը Եսայանի Դեպի Գևորգյանը, բայց այստեղ շատ հաջող ընդունեց Գևորգյանը գնդակը, շարունակությունը պարզապես ստացվեց նրա կատարած փոխանցումից հետո։ Ուրեղյան դեպի աջ, լավ գրոյի անցել Այաքսը, Ավետիսյան, թողեց գնդակը Ուրեղյանին, բայց այս արվածի փորձը չստացվեց Ուրեղյանի մոտ։ Ու հիմա գրո Մոնցայից բայց այստեղ էլ ավարտվում է Մոնցայի գրո, այո շատ լավ պաշտպանվեց այս իրավիճակում Այաքսը։ Ավակյան այստեղ մաքուր սահանքում կատարեց Այաքսի ֆուտբոլիստը։ Երկար փոխանցում ենք տեստում ու այո Բաբայանը ամեն դեպքում չխապնվեց այս հնարքին, կարողացավ ֆիքսել գնդակը։ Ավակյան շատ լավ իջեցեց գնդակը, Ավակյանը լավն էր նրա կատարած փոխանցումը, բայց խաղանքերը այստեղ լավ չմշակեց գնդակը։ Նայ գնդակը տշեք, էլի ինգեն։ Ավետիսյան պահեց գնդակը դաշտի սահմաններում։ Եվ դու ես իրանց։ Դավջան դե արի էլի։ Բունյատյան դեպի Ուրեղյանը հանգիստ ֆուտբոլ է ընթանում խաղը դաշտում, այո երկու թիմերն են առայժմ շատ զգուշավոր են խաղում։ Ավետիսյան կլորեց գնդակը դեպի ավելի ետ։ Շատ հաջող գնդակի տեղափոխություն են տեսնում Ուրեղյանից դեպի Հաչեզր, վտանգավոր գրոյի անցել, Այաքսը կարող ենք հանդիպան հաշիվը բացված տեսնել, բայց Գևորգյանի վրա ընդունեց Այաքսի ֆուտբոլիստի կատարած հարվածը, ևս մեկ գրո Ծախիեսից Իսկանդարյան կա փոխանցում, հիմա այլ Ավակյանն է հեռացնում գնդակը, ևս մեկ փոխանցում Գևորգյանն առաջինն է արձագանքում գնդակին։ Ղազարյան շարժվում է առաջ, Ղազարյանը ինչ է այստեղ, ոչինչ էլ չկար հենց Ղազարյանից ամեն դեպքում գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Բունյատյան դեպի Ծախ է ուղարկում գնդակը Ուրեղյանի ուղղությամբ։ Երկար փոխանցում, բայց Գևորգյանը այստեղ շատ լավ է վերահսկում պաշտպանությունը ու տեսեք ինչպես երկու դրվագում են հրաշալի գործեց Ռաֆիկ Գևորգյանը, թույլ չտվեց երկրորդ փոխանցումը անցնի։ Իրենից իսկ հիմա արդեն ոչ ոք ոչինչ անել չէր կարող Իսկանդարյանի հարվածի ժամանակ 1-0 Այաքսն առաջինն է հասնում հաջողության այս խաղում։ Առաջ չեք գալ։ Հետ նստեք մի ամիջ չկպի։
Այո, Իսկանդարյանի հարվածը շատ դիպուկ ստացվեց ու Այաքսը արդեն հաղթողի կարգավիճակում է հայտնվել այս խաղում հիմա ոնց այ պատասխանը, բայց Ալեն չես տալի վրատալի ձեռնոցները։ Սուլիկ Գևորգյանի հարվածի ճանապարհին կանգնեց հենց իր խաղընկերը։ Չկա ձեզ, կիսատ է բերել։ Գնդակը։ Դերինը չի։ Լավ դերինա։ Ավետիսյան Այս է մի դերինը։ Սիլավ էս աղբերն էս տնակովա։ գլորում է գնդակը դեպի ետ Գուրակյանի ուղղությամբ, կրկին Ավետիսյան դեպի առաջ Իսկանդարյանի ուղղությամբ, բայց այստեղ Գևորգյանը թիկունքից շատ հաջող է աշխատում, Սուլիկ Գևորգյան դեպի Ավակյանը, Ալեն հələ դու ստրի բեր։ Գևորգյան դեպի Ռաֆայել Ավակյան ուղարկեց գնդակ ու արդեն Մոնցան է հասնում գրոյին, շատ լավ աղարկումներ են, Չոկանդանյան կապող անցումը, բայց Բունյակյանը հասնում է այստեղ հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Դիտակ սել է։ Լավ հետ է սպիտակ ուրեմն։ Եզից է նետելու Մոնցան, Չկար այդ քամուտը, որ առանձին նրան, ասես ինչը բերեմ, ասեմ ասի Ջամայկա են, բեսամ սիրուն է, աղարկում է գնդակը Մոնցան, շատ հաջող, Չոկանդանյան դեպի ձախ ուղարկեց, բայց Գևորգյանի հարվածը փակվեց։ Ոչ նեղություն, ոչ թե Գևորգյանն էր, այլ Քարտաշյանն էր հայտնվել հարվածային դիրքում։ Քարտաշյան դեպի կենտրոն, բայց Իսկանդարյանը հաջող խլում իրականացրեց, իսկ Գևորգյանը նորից գեղեցիկ սահանքում է կատարում ու փակում մրցակցի հակագրոյի ճանապարհը։ Եզից է նետում Իսկանդարյանը։ Ու անկյունայինի մոտիկացավ արդեն Այաքսը։ Վաստակեց այս իրավիճակում անկյունային Դավիթ Հայրապետյան Այաքսի համար ու տեսնենք անկյունայինը ինչպես կարգեն Այաքսի ֆուտբոլիստները։ Կա Սուլիչը, Ավետիսյանը բարձից փոխանցում է կատարում, բայց ուղիղ Մոնցայի դարպասապային բաժին ասավ գնդակով շատ հաջող է նկատում փաղանքերոջ գրոյի միացում ու կատարում փոխանցում նրան, Ավակյան կենտրոնում կա տարբերակ, ստացավ Սուլիկո Գևորգյանը գնդակը, բայց այստեղ մի փոքր ավելի դանդաղեց Գևորգյանը, քան նախորդ դրվագներում էր ու արվածի ճանապարհը Գևորգյանի փակվեց։ Hello Kalapan. Kalapan. Ինգած տենդ է վերեն ասագիրը, նայք, ում պետքա տենդավոր ենք ես։ Բավական անցավ արդեն առաջի խաղակեսից, նույնիսկ խաղակես կարելի ասել մոտենում եմ ավարտին 20 րոպեներ արդեն անցել են հանդիպան մեկնարկից։ Ու խաղակեսի վերջին րոպեները տեսնենք թիմերը ինչպես կանցկացնեն։ Իսկանդարյան հետ ուղարկեց գնդակը Իսկանդարյանը, Գուրակյանն է այստեղ խորքից շատ լավն էր փոխանցումը, բայց Գևորգյանն է հեռացնում գնդակը, իսկ այստեղ արդեն ոչ ոք գնդակին չհասավ, եզից է նետելու Մոնցան։ Չոկանդանյան մի փոքր հեռու թողեց գնդակ ու Այաքսը արդեն վերահսկում է։ Գնդակ Իսկանդարյան շատ լավ նկատեց աչեզնում խաղանկերոջ ու կատարեց այդ փոխանցումը Իսկանդարյանը։ Եվ հիմա արդեն խորքից է Այաքսը
փորձում գրոյի անցնել, բայց գնդակի կորուց Քարտաշյանի փոխանցումը դուրս ստացվեց այս իրավիճակում Ավետիսյան դեպի կենտրոն փորձեց հասցեակել, բայց Չոկանդարյաններ այստեղ Սուլուկը Գևորգյան լավ նկատեց Ղազարյանի առաջ խաղացումը, Ղազարյանն էլ շատ լավ էր նկատել այստեղ Սահակյանին, բայց Սահակյանը չկարդաց Ղազարյանի մտահղացումը ու արդյունքում գնդակը կորցնում են Մոնցայի ֆուտբոլիստները Արմեկա ուշադի գա Ռաֆո ավայ վազում է ջոգելը ծապ է Իսկանդարյան շատ հաջող ընդունել գնդակը բայց իր մոտ Հովհաննես Իսկանդարյանը կատարեց այս փոխանցումը, բայց մի փոքր ուժեղ ստացվեց այն նրա խաղընկեր Արտյոմ Սարգսյանի համար Բունյատյան դեպի Իսկանդարյանը հատեսեք որտեղ է արդեն հայտնվել Իսկանդարյանը պաշտպանության աչ եզրում է այս պահին զբաղեցել ու գնդակի կորուստ այստեղ Այաքսի ֆուտբոլիստերի կողմից Չոկանդարյան պետք է հարվածել այդպես էլ արեց Չոկանդարյանը բայց արդեն փակվեց նրա հարվածի ճանապարհը իսկ հիմա փորձում է հակագրոհել Այաքսը բայց իհարկե շատ լավ պաշտպանվեց այստեղ Մոնցան Չոկանդարյան վտանգավոր դրությունը եւս մեկ փոխանցում ու հիմա նորից հեռացնում են գնդակը Այաքսի պաշտպանները լավ է պաշտպանում Այաքսը այս րոպեների դրությամբ Գևորգյան գտավ կենտրոնում Ղազարյանին դեպի նորից Չոկանդարյանը եւս մեկ փոխանցում ու այստեղ կրկին Այաքսը կարողանում է հեռացնել գնդակ այո բավական արդյունավետ են գործում Այաքսի ֆուտբոլիստերը հիմա էլ Մոս Բունյատյանը կարողացավ հեռացնել գնդակ ու եզրից է նետելու Մոնցան Բաբայան նկատեց Շոկանդարյանն կատարեց այս փոխանցումը, բայց Թիկունքի Շոկանդարյանը լավ աշխատեցին, հիմա արդեն փորձում է Այաքսը գրոհել, Սարգսյան ու ինքը ընկավ չկար խաղի կանոնների խախտում, այո, հայտնվեց երկու մրցակցի շրջափակման մեջ Սարգսյան ու Չկարողանալով բայր հավասարակշռությունը վայր ընկավ, արված կլինի Մոնցայի դարպասից Չոկանդարյան դեպի աչ է ուղարկում գնդակը ու արդեն երկար փոխանցում Իսկանդարյանից Բունյատյան այստեղ Բունյատյանը միջև վերջ այո պայքարում ուզում է ասել արդեն գործրեց գնդակը բայց իհարկե նա շատ համառորեն է կռվում ցանկացած իրավիճակում ցանկացած գնդակի համար խնդրեմ եթե կորցներ գնդակը Բունյատյանը բավական վտանգավոր էր հակագրոհելու Մոնցան մեկ փոխանցում ու արդեն եթե չեմ սխալվում Սահակյանը կհայտնվեր դարպասապայի դեմ մենակ բայց դա տեղի չունեցավ իսկ հիմա փոխարենը Այաքսի պատասխանը որից հետո հանդիպանաճը դառնում է 2-0 Դավիթ Հայրապետյանը կրկնապատկում է Այաքսի առավելությունը Ավտոր չկա Երկու 0 այո արդեն շատ վստահ առավելություն է ձեռք բերում Այաքսը մինչև ընդմիջման գնալ է ու տեսնենք Մոնցան ինչպես պետք է հաղթարի այս իրավիճակը այո շատ արագ հակագրոհեց Այաքսն ոչ միայն լավ էին պաշտպանում Այաքսի ֆուտբոլիստները այլև ինքները տեսակ հակագրոհի ժամանակ ինչպես կարողացան գործել իսկ հիմա Հայրապետյանը դուբլ է գրանցում 1 րոպեում իր անվան դիմաց Խոշոր ասելով արդեն Այաքսի առավելությունը ու խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 3-0 հաշվով հաղթում է Այաքսը կարճ դադար որից հետո կշարունակենք
Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք Այաքս Մոնցա հանդիպան երկրորդ խաղակեսը միասին դիտելու առաջին կեսից հետո 3 գնդակի առավելություն ունի այս պահին Այաքսը ու տեսնենք արդեն երկրորդ խաղակեսում Մոնցան ինչ փորձի առաջարկել, այո, շատ լավ իրենց բայը օգտագործեցին Առաջի կեսում Այաքսի ֆուտբոլիստները նախ Իսկանդարյանը կարողացավ գրավել դարպասը բացելով հանդիպան հաշիվը, հետո էլ արդեն դուբլի հեղինակ դարձավ Դավիթ Հայրապետյանը 1 րոպեի ընթացքում կրկնում եմ 2 գնդակ կարողացավ հեղինակել Հայրապետյանը ու 3-0 հաշվով հաղթում է Այաքսը հաղթեց Այաքսը մինչ ընդմիջման գնալը հաշիվը դեռ անփոփոխ են ու 3 գնդակի առավելություն այս պահին նույնպես ունեն Այաքսի ֆուտբոլիստները ու արդեն տեսնենք Երկրորդ խաղակեսում իսկապես Մոնցան պետք է մտածի շատ արագ կորցրածից որոշակի մաս ետ վերելու մասին։ Հիմա հեռար արված ենք տեսնում, բայց Եսայանը միջամտեց խաղին ու կարողացավ անաղիք պայել դարպասը Քարտաշյան, պայեց գնդակի Քարտաշյանը Ղազարյան կրկին Քարտաշյանը աստրեց հետ ուղարկել գնդակի Ղազարյանին Երկար փոխանցում ենք տեսնում Ղազարյանից, բայց այստեղ կարողանում է հեռացնել գնդակը Հատվական Զալիբեկյան ու Եզիսն է տելու է Մոնցան, Գևորգյան դեպի աչը գլորում գնդակը Բաբայանի ուղղությամբ Չոքանդարյանը ստացավ գնդակը Դարպասապայից ու տեսնենք ինչ շարունակություն կմտածի, այո 3 գնդակ առայժմ զիջում է Մոնցան հաշվում մեջ ու կրկնում են, ճիշտը մենք մեկ անգամ չի, որ Մոնցայի նմանատիպ իրավիճակներում տեսել ենք ու Մոնցան կարողացել է վերադառնալ խաղ, տանել կամային հաղթանակներ, բայց այսօր Այաքսը շատ լավ է պաշտպանվում, հատկապես կենտրոնում Պաշտպանության Բունյատյանը շատ վստահ է զգում առաջի խաղակեսից հետո իրեն մինչ այս գրեթե անթերի խաղակես անցկացեց Պաշտպանության գծում թե Բունյատյանը թե ամբողջ պաշտպանությունը Այաքսի իհարկե նրա գլխավորությամբ ու առայժմ Մոնցան որպես այդպեսին դեռ վտանգավոր պահ Իհարկե հարվածներ հետևել են, բայց իրատեսական գոլային հնարավորություն կարելի ասել չի ստեղծել Այաքսի դարպասի ուղղությամբ Բայց Մոնցային իհարկե հանուն արդարության ասենք մեկ դրվագն էլ է բավական լինում ցանկացած մրցակցի դեմ խաղերում այն գոլի վերածել իհարկե կարող են այսպես որպես այդպեսին ավելի մոտ եղած չլինեն դարպասի գրավմանը, բայց մեկ հնարավորություն ու Մոնցան կկարճի դրանից կխփի այդ մեկ գնդակ ու հետո արդեն կմտածի ինչպես վերադառնալ խաղը, ինչպես փրկել մենք 3 տեսակ նմանատիպ հանդիպում Վոտֆորդ Էվերտոն խաղում, երբ Էվերտոնը թե քանակական պակասով էր մրցում Վոտֆորդի դեմ, թե զիջում էր 3 գնդակի տարբերությամբ Վոտֆորդին գրեթե նմանատիպ հանդիպում էր, նմանատիպ սցենարով, պարզապես այս պահին ֆուտբոլիստները խաղադաշտում հավասար քանակով են այնպես չէ որ կողմերից որևէ մեկը քանակապես առավելություն ունի ու Էվերտոնը ոչ միայն կարողացավ ետ վերադառնալ խաղ ու հանդիպան հաշիվը դարձնել 4-4, այլ նաև մոտ էր հաղթանակին իսկապես եթե կարողանար Էվերտոնը 3 հաղթել Վոտֆորդին դա կլիներ ապելի շրջանակներում ամենամեծ քամբեքներից մեկը որ մենք երբևիցե տեսել ենք հիմա խաղի կանոնների խախտում կար Զալիբեկյանի դեմ պայքարում Արագորեն Այաքսը տեղադրեց գնդակը եւ փորձեց գրող կազմակերպել, բայց այստեղ Մոնցան շատ լավ է գործում, հիմա Զալիբեկյանն էլ խլում է իրականացնում, սա իհարկե խաղի կանոնների խախտում էր, բայց շարունակվում է Այաքսի գրող, իսկ այստեղ արդեն հարվածը Արտյոմ Սարգսյանի կատարած թույլ ուշեղությամբ ստացվեց։ Հիմա էլ այո, խաղի կանոնները խախտեց Սուլիկո Գևորգյանը ու առաջին տեղին քարտն ենք տեսնում այս խաղում ու ստանդարտը տեսնենք ինչի է վերածելու
Այաքսը Իսկանդարյանն է կարծես պատրաստում հարված կատարելուն, Ավետիսյանը նույնպես գնդակի մոտ է, այո Իսկանդարյանն է հարվածում, բայց պատնի վրա ընդունեց Իսկանդարյանի կատարած հարվածը ու եզից կնետի արդեն Այաքսը։ Բայց այստեղ հենց Գևորգյանն է խլում իրականացնում ու Մոնցան նետվում է առաջ Շոկանդարյան։ Դեպի ձախ սախաղի կանոնների խախտում էր, այո, անկասկած ու հիմա էլ արդեն բավական վտանգավոր դիրքում ստանում է տուգանային հարվածի հնարավորություն հենց Մոնցան։ Ու տեսնենք այս տանտարտը ինչի կփորձի վերածել Մոնցան Չոկանդարյանն է գնդակի մոտ նա կարող է նմանատիպ տարածությունից գոլ հեղինակ դառնալ կա մրցավարի սուլիչը Չոկանդարյան հարվածը նույնպես ու վերցնում է այո գնդակը վերջում ֆիքսեց Եսայանը թույլ չտվեց որպեսզի հատի գիծը եւ հաշիվը անփոփոխ է մնում Չոկանդարյանի կատարած այս գեղեցիկ հարվածից հետո Բունյատյան դեպի պաշտպանության կենտրոն այստեղ սխալ Չոկանդարյան իսկ այս հարվածը արդեն անկասելի է ստացվում Վենետիկ Չոկանդարյանի կատարած 3-1 Մոնցան 1 գնդագետ է բերում Վենետիկ Չոկանդարյան 3-1 դարձավ հաշիվը, սա կարող է իհարկե արդեն Մոնցայի համար այսպես ասած մեկ տար կհանդիսանալ, մեկ գնդակ հեղինակեցին, բայց դա դեռ բավական չէ իհարկե առնվազն մեկը դեռ պետք է մոտակա րոպեների ընթացքում փորձեն հեղինակել ու հետո մտածել արդեն ավելի մասին, Այաքսը լավ է պաշտպանվում, իհարկե այս գրոհի ժամանակը ամենայն դեպս դա պաշտպանների սխալը եղավ, ամբողջ թիմի սխալը եղավ եւ չկարողացան հեռացնել գնդակը պաշտպանությունից ու արդյունքում վրա ասած Չոկանդարյանը գրավեց դարպասը բայց անուն արդարության ասեմ իհարկե Այաքսը անկախ այս իրավիճակից միևնույն այս անցած 30-31 րոպեների ընթացքում շատ լավ տեսք ունի հատկապես պաշտպանությունով եւ այսպիսի Այաքսին ճիշտ է Մոնցան մեկ գնդակ հեղինակեց, բայց հեշտ չի լինելու մնացածը ետ բերել։ Ամենայն դեպս Մոնցան ունի կազմում ֆուտբոլիստներ, կատարողներ հարցակման գծում ու կպայքարի այս խաղում գոնե պատմությունից խուսափելու համար։ Ծափարություններ Այաքսին գնդակը մրցակցին հանձնելու համար ու Գևորգյանը գնդակը ուղարկում է Քարտաշյանի ուղղությամբ դեպի աջ Վենետիկ Չոկանդարյան եւս մեկ ցածից փոխանցում, բայց Իսկանդարյանը արդեն նաեւ այս գոտին է վերահաշկում ու ինչ փոխանցում է կատարում Զալիբեկյանի ուղղությամբ, բայց Գևորգյանը մաքուր է գործում այստեղ, ինչ է այստեղ չկա խաղի կանոնների խախտում պետք է շարունակվի հանդիպում Իսկանդարյան դեպի ձախ ուղարկեց գնդակը Սարգսյան գուցե հարվածի այդպես էլ անում է ու մի փոքր շեղությամբ է հիմա էլ ստացվում Սարգսյանի կատարած հարվածը Redison blue ha գրած վրան։ Խալ։ Redison ha գրած։ Այս որ խնդրումնակը կտաս Բաբայանը երկար փոխանցում է կատարում առաջ, այստեղ Բունյատյանը նորից առաջինն է արձագանքում գնդակին, բայց նրա կատարած փոխանցում այս դեպքում բաժին ասա Մոնցայի ֆուտբոլիստ Վենետիկ Չոկանդարյանին Վազելա պետք, վազ ընկել է 10 րոպե։
Մտել ենք ինտերը, խաղը գոյդո։ Իսկանդարյան անցումը ստացվեց, փոխանցումը նույնպես, բայց դարպասապա Բաբայան այստեղ առաջինն էր։ Եթե հաստեր իհարկե գնդակը Սարգսյանին դա այլ պատկեր է, Սուլիկո Գևորգյան դեպի Չոկանդարյանը գրում է հիմա Մոնցան նորից Գևորգյան շատ հնարամիտ կերպով թողեց գնդակը Քարտաշյանին, ով մխրճում է գնդակը Այաքսի դարպասը 3-2 դարձնելով հանդիպան հաշիվը։ Նարեկ Քարտաշյան 3-2 իսկապես շատ լավ գրող կազմակերպեց, Մոնցան շատ լավ եզրափակում տվեց Քարտաշյանը, փոխանցումը իհարկե Չոկանդարյանի շատ գրագետ էր, բայց այնինչ արեց Սուլիկո Գևորգյանը ավելի իհարկե օգտակար ստացվեց Մոնցայի համար, նա առաջինն էր գնդակին արձագանքելու գործում, բայց թույլ տվեց, որպեսզի գնդակը բաժին հասնի Քարտաշյանին, ով ոչ միայն ընդունեց, այլ նաև հարմարեցեց գնդակը ձախ ոտքին ու հեռար արվածով կարողացավ գնդակ ուղարկել Եսայանի պաշտպանած դարպաս, այս դեպքում արդեն Այաքսի դարպասապահ ոչինչ չհասցրեց անել։ Քարտաշյանը հարվածեց այնպես, ինչպես հարմար է հենց նրան ու արդյունքում արդեն 5 գնդակ ունեն խփած խաղադաշտում եւ այս պահին 3-2 է հանդիպան հաշիվը ի օգուտ Մոնցայի ֆուտբոլիստների։ Ներողություն ի օգուտ Այաքսի ֆուտբոլիստների, Մոնցան ամեն դեպքում կարողացավ 3-0-ից վերադառնալ։ Խաղ հիմա արդեն իսկապես Մոնցան խաղի մեջ այն առումով, որ 2 գնդակ կարողացել են ետ բերել ու այդքանով իհարկե չի բավարարվում։ Մոնցան, բնականաբար Մոնցան շարժվելու առաջ ու փորձելու է ոչ միայն հավասարեցնել արդեն հանդիպան հաշիվը, այլ մտածել նույնիսկ հաղթանակի մասին։ Այս խաղում հիմա Իսկանդարյանի հարվածը մի փոքր թույլ ստացվեց ու խոչընդոտն չառաջացավ այնտեղ Բաբայանի համար։ Ավետիսյան, բայց այստեղ հեռացեցին ամեն դեպքում գնդակը Մոնցայի ֆուտբոլիստները, ես իսկ նետում եմ Այաքսը, Սարգսյան, թողեց գնդակը Զալիբեկյանին, դեպի ձախ, բայց այստեղ էլ շատ լավ է գործում Մոնցայի ֆուտբոլիստը խլելով գնդակը մրցակցից Չոկանդարյան Մոնցայի գրոհով, բայց այստեղ արդեն լավ պաշտպանվեց Այաքսի ֆուտբոլիստ Գուրեխյանը ու հիմա Այաքսի պատասխան Իսկանդարյան եւս մեկ որ Գևորգյանն իր վրա է դնում Իսկանդարյանի հարվածը Սարգսյան ես իսկ նետի Այաքսը Կատարված է եզրային նետումը Գուրեխյան շատ լավ ընդունեց ու շարժվում է առաջ Գուրեխյանը, բայց փոխանցումը ուժեղ ստացվեց իհարկե դա խոսվում է միայն այն մասին, որ արդեն Մոնցան գնաց պրեսինգի մրցակցի կիսադաշտում ու հիմա բնականաբար Մոնցան պետք է փորձի առաջին համարով խաղալ, այստեղ կասնի արդյոք գնդակին, այո հասավ ու պահեց գնդակը դաշտի սահմաններում Զալիբեկյանը ուղարկեց Սարգսյանին ու տեսեք ունի տարածություն նաև Սարգսյանը իր առջև սահմանի կանոնների խախտում էր Բաբակյանի կողմից ու նորից ստանդարտ է Այաքսը վաստակում բավական մոտ տարածությունում մրցակցի դարպասի ուղղությամբ Տեսնենք ստանդարտ Ավետիսյան բարձից փոխանցում հեռացնում են գնդակ այստեղ Մոնցայի ֆուտբոլիստները Եզրային նետում իրականացված է գնդակը հեռացնում է Մոնցանի ստուգանայինի մատույցներից, բայց
գրող շարունակել այստեղ չի ստացվում։ Եսայան ուժեղ փոխանցում առաջ շատ հեռուն գնաց այստեղ գնդակը։ Ես իսկ նետում եմ Մոնցան, այո հիմա արդեն ունեն խաղա ժամանակ Մոնցայի ֆուտբոլիստները, ավելի իհարկե պետք է փորձեն մի փոքր ոչ միայն գնալ, այսպես ասած կորցրածը ետ բերելու ետևից հիմա Իսկանդարյան նոր ստացավ շանս, բայց չօգտվեց այդ հնարավորությունից։ Այո 3-0-ի պայմաններում Մոնցան պաշտպանության վրա շեշտը չէր դրել, այլ ողջ կազմով նետվել է առաջ ու փորձում էր որքան հնարավոր է գրավել ու ետ բերել կորցրածը։ Ստացվեց 2 դրվագում, բայց հիմա կա այնքան ժամանակ, որ պետք է արդեն ավելի գոնություն նաև դնել պաշտպանության վրա 10 րոպե խաղաժամանակ կա ու դա բավական է իհարկե մեկ գնդակ ետ բերելու համար, առնվազն մեկ գնդակի համար Ավագյան դեպի կենտրոն, բայց այստեղ Զալիբեկյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Իսկ հիմա Քարտաշյանը մաքուր է գործում, այո, Քարտաշյան դեպի Ավագյանը, բայց Բունյատյանը տեսեք որտեղ է հիմա հասել, Բունյատյան ու հենց իրենից էլ այո գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Ես իսկ կնետի Ավագյանը, Քարտաշյան ու այստեղ շատ վստահ գործեցին։ Այաքսի պաշտպանները Իսկանդարյան դեպի ձախ է ուղարկում գնդակը Ավետիսյանի ուղղությամբ, բայց չհասավ Ավետիսյանը գնդակին չկարողացավ ընդունել գնդակ ու ես իսկ դետում եմ Մոնցան, այո հիմա արդեն մի փոքր ավելի փակ ֆուտբոլ է ընթանում խաղադաշտում այն տեսանկյունից, որ Մոնցան արդեն երևում է ոչ թե գնում է առաջ ու ինչ կլինի տարբերակով, այլ ավելի զգուշավոր են նաև գործում պաշտպանությունում, քանի որ կրկնում եմ մեկ գնդակ է Մոնցային բաժանում առնվազն ոչ ոքի արդյունքից։ Իհարկե, եթե խփեն մեկը, ապա կարող են հաջորդի մասին մտածել, կունենա դեռ խաղաժամանակ Մոնցան 8 րոպե դեռ կա հանդիպման ավարտին, դա բավական է իհարկե։ Զալիբեկյան Գևորգյանն է կանգնում գնդակի ճանապարհին հերվից արված հիմա էլ Բաբայանը կարողացավ փակել արվածի ուղղությունը, բայց հեռացնել Ստացվեց իսկ Իսկանդարյանը պահում է գնդակ Ավետիսյան կրկին Իսկանդարյան սա գրագետ գործողություն էր 4-2 դարձրեց Այաքսի 11 համար հանդիպան հաշիվ ու արդեն Այաքսը նորից ունի 2 գնդակի առավելություն։ Չորս երկու այո իսկապես լինեն կարդարացի Իսկանդարյանը վաստակեց այս գնդակը կրվեց պայքարեց միջև վերջ պայեց խլում իրականացեց պայեց գնդակը դաշտի սահմաններում երբ բոլորը կանգնած սպասում էին որ պետք է գնդակը դուրս գա դաշտի սահմաններից ու հետո Ավետիսյանի հետ պատ խաղարկումից հետո ինքն էլ տվեց գրո եզրափակումը 4-2 դարձնելով հանդիպան հաշիվ այ հիմա արդեն Մոնցան կարող է նորից պաշտպանության վրա շեշտը չդնել ու նետվել առաջ արդեն նույն խնդիրն ունի Մոնցան լուծելու ինչը լուծել է արդեն մեկ անգամ երկու գնդակի տարբերությունը չեզոքացնել Իսկանդարյան կրունկով փոխանցում սայթակեց այստեղ նրա խաղանքերը բայց այստեղ էլ ստացվեց փոխանցում դեպի Իսկանդարյան իսկ այս փոխանցում ուղիղ Բաբայանին բաժին հասավ Давай! Гол! Գևորգյան դեպի Մանուչարյանն է ուղարկում գնդակը երկար փոխանցում են տեսնում առաջ բայց դարպասապա Եսայանն է այստեղ առանց խնդիրների առանց որևէ մրցակցի խանգարելու տինում գնդակին հիմա էլ շատ լավ նրա այս փոխանցումը բայց Այաքսը լավ է ամեն դեպքում Այաքսը այս խաղում լավ է պաշտպանվում լինեն կարդարացի նույնիսկ այն հանգամանքում երբ Մոնցան խուսափի պարտությունից միևնույն է Այաքսը այսօր այսքան գնդակներ հեղինակեց այսքան առավելություն ստացավ առաջին հերթին պաշտպանության լավ որակների արդյունքում
անկյունային է այո նշանակում մրցավարը, բայց փոփոխություն կլինի այս ընթացքում։ Մոնցայի կազմում ու կարծես կրկնակի փոփոխություն է այո լինում։ Եվ տեսնենք վերջին հույսերը պետք է իսկապես Մոնցան ներդնի այս հանդիպան վրա, կա փոխանցումը հարվածը նույնպես ու ես այն ամեն դեպքում մի փոքր կարելի ասել ինչ որտեղ նյարդայնացեց իր խաղընկերներին, քանի որ Բարթն գրեթե սայթակել էր գնդակը նրա ձեռքերի մեջից, բայց հասցրեց կողմնորոշվել ու գնդակը թույլ չտալ բաց չթողնել ավելի ճիշտ կլինի ասել Գևորգյանի կատարած հրաշալի հարվածից հետո Եթե հիմա Մոնցան կարողանար այս դրվագը գոլի վերածել, ապա իհարկե ժամանակ կունենար պարտությունից խոցապելու համար, այնպես չէ, որ հիմա չկա ժամանակ, բայց իհարկե երկու գնդակ բարդ կլինի այս մնացած 4 րոպեներում հեղինակել եմ։ Հերմից հարված ենք տեսնում հիմա էլ Բաբայանն է վերցում գնդակը Գյուրեղյանի հարվածից հետո, բայց իհարկե դե հասկանալի է Գյուրեղյանը ինչու այս տարբերակն ընտրեց, չկար ազատ խաղանկեր ու փորձեց պարզապես գնդակը չկորցնելու համար հարվածել։ Հիմա էլ խաղի կանոնների խախտում չկար, ոչ եւ Սարգսյանը պահում է գնդակը այո դաշտի սահմաններում։ Սարգսյան կա փոխանցումը Զալիբեկյան դեպի կենտրոն հեռացնում է Քարտաշյանը գնդակը ու Ավակյանը ձախ եզրով զարգացնում է արագություն։ Ավակյանը արգելակեց կատարեց փոխանցում դեպի Քարտաշյանը եւս մեկ հեռահար փորձ, բայց թույլ ու շեղ ստացվեց Քարտաշյանի կատարած այս հարվածը։ Եսայանը երկար փոխանցում է կատարում առաջ։ Գևորգյան այստեղ մաքուր գործողություն էր, չկար խաղի կանոնների խախտում Այաքսի ֆուտբոլիստի կողմից, Ղազարյանն էլ հետո վերականգնեց գնդակը Մոնցայի համար, բայց այո դաշտի միջին հատվածում զգացվում է Մուսա Ալեքսանյանի բացակայությունը այս խաղում։ Հայրապետյանը ու նաև հետրիկ է գրանցում Հայրապետյանը այս խաղում իր անվան դիմաց 5-2 այս գոլով արդեն փաստ ենք, որ Այաքսը կհեռանա խաղադաշտից 3 միավորով։ Հինգ երկու դարձավ հանդիպան աշիվ, այո Հայրապետյանի հետրիկը կա, Հայրապետյանի անվան դիմաց այս խաղում ու արդեն իսկապես փաստ ենք, որ Այաքսը մրցաշարային աղյուսակում կունենա իր ակտիվում վաստակած 7 միավոր այս հանդիպումից հետո։ Այո, արդեն ժամանակի տեսանկյունից ամեն ինչ Մոնցայի համար այս խաղում ավարտված է։ Կարող են մեկ գնդակ մտածել ետ բերելու մասին, բայց ավելին այլևս Մոնցան չի հասնի։ Նույնիսկ եթե այն դեպքում, երբ բացառում ենք, բայց ամեն դեպքում երկու գնդակ կարողանա Մոնցան հեղինակել, դա բավական չէ պարտությունից խուսափելու համար այս խաղում։ Բարձից փոխանցում Բունյատյանն է հեռացնում գնդակը Սարգսյան։ Ուղարկեց գնդակը Զալիբեկյան, ոչ ներողություն Հայրապետյանին, բայց Հայրապետյանի փոխանցում այստեղ չստացվեց։ Իսկ հիմա այս հարվածը շեղությամբ է ստացվում Մոնցայի ֆուտբոլիստի կատարած։ Սաղ դուք եք։ Երկար փոխանցում ենք տեսնում խորքից Գևորգյանն առաջին արձագանքում գնդակին դեպի Ղազարյան ուղարկեց։ Ղազարյան, բայց Հայրապետյանը լավ խնաց ոտքերի վրա։ Կատարում է եզրային նետումը դեպի Բունյատյանը, այստեղ էլ փորձեց Մոնցայի արձակողը խլում իրականացնել չստացվեց, իսկ հիմա արդեն Այաքսը ունի գրոհելու ժամանակ առավելություն քանակապես Սարգսյան մնաց ոտքերի վրա, այստեղ Գևորգյանը մաքուր գործեց Հայրապետյան։ Ուղարկում է գնդակը Ավետիսյանի ուղղությամբ, գուցե Ավետիսյանը փորձի հեռվից, այդպես էլ արեց ու դարպասածողը եկավ օգնության այստեղ Մոնցային ու հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է գոլառատ հանդիպումի վերջո ավարտվեց 5-2 հաշվով հաղթում է Այաքսը ու վաստակում իր հերթական 3 միավորը։ Այս հանդիպան համար նախատեսել էինք այսքանը, մեզ մոտ կարճ դադար է, որից հետո խաղային օրը շարունակվում է։